Ոչ ոք տեղեկություն չի տվել։ Իսկ օրինակ իմացել եք 2002 օրը դեպքի նախորդ ժամանակահատվածում հունվարի 18-ին, հունվարի 18-ին ինչքան ասեմ, նկատի ունեցեք, որ նույն ասացին ասեմ։ Հունվարի 18-ի տեղեկ եք, որ զինծառայողներից որոնց մեկի ծնողներն են այցելել, ինչի համար են այցելել, ինչ-որ հարց է եղել, ինչ-որ։ Ոչ տեղյակ չեմ եղել, նման տեղեկություն չեն տվել։ Իսկ հետո իմացել եք այդ մասին։ Ոչ։ Իսկ Ընդհանրապես խոսակցություններից լսել եմ, որ եկել են ինչ-որ ծնողներ գնացել են շատ չուտ։ Գյուղից, որ մարդիկ ծնողները տեսակցություն եկել գնացել են, շատ չուտ։ Ոչ, այդ օրվա չէ։ Ես այդ վաղ ոչ, այդ խոսակցություն չի։ Լավ, այ տեղյակ եք, ազգակազմը երբ հավերադարձել։ Ոչ տեղյակ։ Նշել որ սյունության ընթացքում ստացված տվյալների համաձայն իսկապես ազգակազմը այդ օրը ներգրավված է ինժեներական աշխատանքի իրականացմանը եւ երեկոյան վերադարձել է տուն։ Այդ դրանից հետո ինչ է տեղ ունեցել։ Ինչով է զբաղվել ազգակազմը, տեղեկացված եք։ Ոչ։ Այ դուք հրդեհի մասին նշեցիք, որ իմացել եք գիշերը։ Գիշեք ումից։ Առաջնագծով տեղական ընդ տեղեկացրել։ Մոտակա ժամը քանիսն էր։ Ժամը չեմ հիշում, ուշ էր արդեն որ դա։ Ճիշտ եմ հիշում, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Նիկողոսյանը։ Այո։ Վերջինս է ձեզ ասել։ Այ ասել եմ նրան ասած խնդիր կա, ես հրամանատարական կետ կա քաղաքի վերջը։ Տեղ է։ Նկատի ունեք, որ արդեն իսկ կա։ Հա, որ տեղեկացրել ամուջապես ես գնացել եմ դեպի։ Իսկ որ հասակ դեպքի վայր, այ հենց հասակ ինչն է կատարատեսել։ Որ ես ասել եմ դեպքի վայրը հրդեհի հանգցնող մեկը։ Այո, դետալային, եկա քիչ։ Իջել եմ ասել եմ դեպի շենքը։ Քանդած էր արդեն այդ տակը կար, խփած թե գալով քանդել են խփել են։ Փորձել եմ այդտեղից ներս մտնեմ, չի ստացվել, ես էլ եմ խեղդում եմ։ Իսկ կարող եմ ինչ-որ մեկը տեղեկից արդեն, ես որ տեսա այդ հրդեհը, արդեն պատկերացի, որ դե ահավոր է։ Այ պարոն Գևորգյան։ Բայց արդեն դե հանգցնող մեքենաներն է ասել է։ Իսկ ինչ ծավալներ էր դերը։ Տունը նկարագրեցիք, նշեցիք, այ որ դերը տեսակ իսկ զբաղել ձեր աստեղու պատճառը։ Այդտեղ ինչ էր կատարում, որ մասները այրվում, որ մասները կան։ Սա վառվում է։ Իսկ ապտանիքը ինչ վիճակում էր։ Վառվելուց է թափում է տանիքը։ Այդ ժամանակ սկյում եք տեսել ազնագազմը։ Ես ցույցի շացիկ որ երեշական ու սպորին եկավ արդեն իրան տարան։ Մեկ էլ ինչ էր անում երեշական, ինչ վառված էր, վերած վառված էր, կայրված էր։ Ես էլ ուշադրությունս ինքս չի հեսա, վազել եմ դեպի շենքը, որ գուցե կարողանանք ինչ-որ մեկին երեխքին հանենք, փրկեին։ Այդ աղան խնդիրը բոլորի մոտ էլ պարզ կլինի, որ իսկ ինչ-որ բան չի ասել ձեզ երեշական։ Ինչ? Որովհետեւ բան չի հաս այդ։ Չէ, ես ինքը չէր գոռալով լացում եմ։ Այ տեսեք, առաջի սպային որ հանդիպել եք եղել է Երեշա Հակոբյանը։ Այո, հենց կանել եմ դեպի շենքը վազել եմ, շենքի կողով ինքս ձեռները բանարած, վրիտ վառված սկորն ես կանել, այդեն դրել են սկորն տարել են։ Իսկ մյուս անձնակազմի անդամներին տեսել եք, դա կապույտ չէ, ըստ էության որ անձնակազմի անդամներից որոշներին հաջողվել է կենդանի մնալ ինչ-ինչ հանգամանքներ։ Խոսքը Ռաձիկ Մաթեոսյանի մասին է օրինակի համար, Վաղինակի մասին, Արսենի մասին է ազգանունները երևի թե դες բան չեն ուշի, ես այսպես անվանական նշեմ, ինչպես նաև Լևոն Խարազյանի մասին, Գարուշի և Ժիրայրի։ Այ այդ անձանցից այդ զինծառայողները որոնց մեկին տեսել եք այդ ժամանակ։ Բոլոր արդեն որ ովքեր են դուսը մնացած եղել, ովքեր կային, իրավական մարմինները անմիջապես երկու հոգին վառվածներից տեղափոխին արդեն զինվորական հոսպիտալ, մնացածին զինվորական ոստիկանությունը տարել է քննության։ Այսինքն մինչև դուք եկել եք արդեն։ Չէ, արդեն ընդեղ են հենց եկալ է տարել են անգամ։ Իսկ դուք դեպքի մասին ումից ինչ տվյալներ ստացաք։ Ոչ մեկից։ Այդ տեսեք նշեցիք ձեր ցուցմունքի սկզբում, որ ամբողջ հետո ներկայացաք, մոտեցաք, չկարծաք, ներս մտնել։
ու արդեն հետո զանգին եք պատասխանում հայտնում եք ինչա կատարվում։ Այսինքն հայտնում եք այն ինչ որ այդ բանին դուք ականատես եք լինում, թե ինչ որ մեկից տվյալներ եք ստացել, որը փոխանցել։ Ականատես ինչ կար այդ է հայտնում։ Իսկ այդ ականատեսությունը ում նկատի ունեք, ում եք ինչ խոսել։ Դեպքը ինչ տեսել եմ, այդ եմ ձեր։ Ականատեսների չեք խոսել։ Չէ, ես արդեն ընդդեմ եղել, դեպքը ինչ տեսել եմ, ես եմ զեկուցել։ Հրաժարշիժման աշխատանքներ կատարվում էին, որ դուք եկաք։ Այո։ Այսինքն շեշները ընդդեմ։ Շեշերից կանեն սկսին ջուրը շփել, ես արդեն ընդդեմ եղել։ Իսկ շեշների աշխատանքները ով էր եկավ։ Տարածքային եմ չեսել։ Իսկ շեշները իրանց այ օրինակ որպես զորամասի համատար դուք որից է խորհուրդներ, ցուցումներ տվել եք այդ աշխատանքների ընթացքում։ Ոչ։ Այ որքան ժամանակ անց հնարավոր եղավ այդ կայակը մեկուսացնել, ու մեկուսացնելուց հետո մարեն կամ չեզոքացնել, այսպես ասացեք, մեկուսացնելուց հետո ինչ արեցին, արդեն ինչ գործողություններ եղավ։ Մաս են մեկուսացնել, ջուրը ակցնում են, ու սկսում են ազնագազմի որոնողական աշխատանք անել, թե ով որտեղ է։ Այ օրինակ քանիս են հանդիսել, հիշեք։ Մոտավորապես լուսու դեմ հլերի կարի։ Երբ շեշները առաջին անգամ կարողացան մտնել տուն։ Այդ ժամանակ ես զեկուցեցի ձեզ, որ իրոք մենակ զանգերին էի կարող պատասխանել, տարբեր տեղից, տարբեր կառույցների զանգեր էին գալի, բոլոր վերադասությունը 2 ժամ հետո սաղ եղել են տեղում արդեն ըստ ծառայությունների ունեի։ Ես մենակ այդ խփանն է, որպես Այսինքն ճիշտ հասկացա, որ չեք ֆիքսել ժամերը։ Չէ, ժամերը չեմ ֆիքսել, որովհետև այդ ժամանակ իմ ուշքումից ժամը չի եղել։ Իսկ օրինակ արդեն դեհի մեկուսացումից հետո իրականացվել է դեհի դուրսբերում։ Այ դա ոնց է իրականացվել, ում կողմից է իրականացվել։ Շեշների կողմից ես տեսել եմ, որ շեշների կողմից։ Օրինակ մի դրվագ եմ տեսել այնտեղ ես, որովհետև շաքարային դիաբետ ունեմ։ Շաքարը սաղամուր բարձրացավ, այդ վատացել է, ես էլ եմ վատացել, աղագին վաղտ բժիշկները դեղմեղ տվին բանարին, շպանի մեջ են։ Այլ հետ եմ ուզում հասկանամ, բատեղ բժիշկներ կային այսինքն։ Եկել են սաղ։ Այդ դուրսբերման պրոցեսի բժիշկները ներգրավված էին։ Ովքեր։ Բժիշկները ներգրավված էին այդ դիերի դուրսբերման պրոցեսին։ Բոլորն են այնտեղ են եղել, չեմ հիշում։ Չէ, ում տան մեջից հանելում են ասում։ Հրշեջներն են եղել։ Իսկ դուք մասնակցել եք, մտել եք դու դիակների դուրսբերում իրականացրել եք։ Ես չեմ իրականացել, որտեղ այդ դեպքի վայրում խոսել եք օրինակ ծառայության պետի կամ վաշտի հրամանատարի։ Ասել եմ ոնց է սկսվել, ինչ ա եղել, իրանք էլ չեն կարողացել պատասխանել, ոչ նորմալ վիճակում են եղել, մարդիկ շոկի մեջ են, չէին կարող խոսել։ Էլ ես հարց չեմ տվել, որովհետև ես էլ վիճակի չեմ եղել։ Այդ տեսարանից հետո։ Իսկ մնացած անձնակազմի հետ, ով մնացած անձնակազմի հետո հանդիպել եք դեպքից հետո։ Ոչ, ես չեմ կարողացել հանդիպեմ, իրավական մարմիններ իրենց տարել են, շեշտեցի։ Դրանից 4 ամիս հետո ինձ տեղափոխել են, 3 թե 4 ամիս հետո։ Իսկ ձեզ տեղեկություններ հայտնի են, թե ներսում իսր անձնակազմի ծառայողների դիերի ինչ դասավորություն ունեցել, ով որտեղ է եղել, ինչ դիրքում է եղել։ Տեղեկություն ենքան է, որ ոչ մեկ քնած չի եղել։ Մի երկու հոգի բան, մի հոգի ինչ-որ կրավատի վրա եղել, տարբեր տեղեր են եղել, մեկը ինչ-որ վարարանի մոտ է եղել վարված, լուսամուտի մոտ մեկը։ Տարբեր տեղեր դաժե ասին դոշակել կա, որը մի երկուսից փաթաթված է։ Այդ տեղեկությունը հանողներս այդ խառն է, հարցնում է, ես չէի կարող, սիրտս չէի կարող մտնել ես։ Հարգելի վկա, իսկ դիերի դուրսբերման աշխատանքների ժամանակ եք կողքից դուք տեսել եք, ֆիքսել եք, որ օրինակ զինծառայողներ կան, որ ինչ-որ X վայրում են այդտեղ են, էլի տարածքում աղջակալի վրա չեն կամ չեմ բան անել, որտեղ էլ չէի կարող, վատացել ես, եկես եղսկին, շաքարս
շեշտեմ, որ ոսկի տալում են եկե ֆիքսել, բարձացել է մինչև 20 Ձեր նշեցիք, որ գործեցիք մուտ գործ։ Այո, այդ սենյակը տեսանելի է։ Չէ, ոչ, ես խեղդվա փոցը խփեց երեսից։ Այսինքն ինչ կատարում սենյակում որ տեսանելի։ Ծուխը խեղդած պաժար։ Ես խեղդվա մուտք է ծակից որ ուզում էի մտնել։ Ես քարտիշներն էլ լավ։ Այն դերությունը որ այդնեցիք, այդ դերությունը ով է կոնկրետ ձեզ ասել նկարագրել։ Ես ընթացքից որ մտել նստել են, ծրեսկի մանան վենից խոսում են, այդ վաղտից մեջ։ Եմ չէ, եսի տղաներ, ովքեր որ բաժարը հանգցնում են, օգնում են այդ խնդիրը կազմել։ Կոնկրետ ինձ չեն ասես են, հա, խոսում են, որ այս մեկին ստեղից հանեցին, այս մեկին այդ լսել են։ Լավ, Այդ դուք նշեցիք, որ եկել մեքենայից իջել եք եւ շահագործանում եք տեսել, գորգորում էր, ինչ էր ասում, ինչ էր գորգորում։ Լացել է գորբեր բարվան, այդքան բան։ Ես վազել եմ կոնկրետ իր իրականացած գործառույթները կոնկրետ ինչ է արել, ոնց է արել։ Չէ, այդ բան չեմ լսել, ես որտեղ վազել եմ, ինքը այս կողմից եկավ սկորին, այդ անմիջապես իրան տարել։ Մետևի սկորին էլ այդ է, ես տեսել եմ։ Դեպի հետո ինչ օրս ընկած ժամանակը ապացում։ Հասնակազմից որևէ մեկի հետ խոսել եք փորձելու համար պարզենք, թե իրականում ոնց է եղել, ինչպես է եղել։ Ես անձնակազմի մեջ չեմ տեսել ովքեր կան, հիվանդանոցում արփելեն են, որ մարտնասպենա, գրգվարկեն։ Իրական մարմինները մնացածի հետ աշխատել են արդեն։ Նշեցիք այդ ամենը տեսնելուց հետո ժամուկես հեռախոսով անցած հրամանատարության հետ եք խոսել, դեպքի հանգամանքներն եք պատմել։ Այսինքն սահմանափակ ինֆորմացիա ունենալու պայմանները, որ ընդհանրապես կահարդ է եւ անձնակազմը վարվում են։ Այդ ամեն ինչի շուրջ խոսել եք ժամուկես, չեն հարցրել, բա ոնց է եղել դեպքը։ Տվյալները քանի հոգի են, սա վերջով ինչ ճշտում ենք, ով ինչ մարդկա չկար։ Սա պրոցեսներով այդպես։ Դեպքի հանգամանքները չեն հարցրել։ Դեպքի հանգամանքները որ հարցրել, ասում դեռ պարզ չի։ Մինչև իրանք արդեն 2-3 ժամ հետո բոլոր վերադաստերը պաշտպանության նախարարության ըստ ծառայությունների ներկա են արդեն։ Մինչև լուսաբաց սա է։ Այ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հետազոտված ապացույցներով ձեռք բերված տվյալների համաձայն դեպքը եղել է հետևյալ կերպ։ Եղիշե Հակոբյանը փորձել է ավտոբենզինով վառել վառարանը, ինչի արդյունքում առաջացած բոցից ձեռքից այդ կանեստերը տարան ընկել է, դրա հետևանքով առաջացել է հրդեհ եւ արդյունքում մենք ասում ինչ կասեք այս կապակցությամբ։ Այդ արդեն առավոտյան Եղիշեին մի քանի րոպե լսել են լավ բառը, ինքը արդեն ասել է ոնց է։ Հա, դուք ինչ եք իմացել։ Իրապա մարմիններից արդեն ոստիկանություն։ Ռազմական ոստիկանության մի քանի րոպե խոսել են, ասել արդեն պատճառը ինչից է սկսել։ Այս արդեն այդ տվյալները երբ ստացել եք, իմացել եք այդ ժամանակ Եղիշե Հակոբյանի հետ ա եղել, ով է կացանում եղել, ով կացանում չի եղել, ով է արթուն եղել, ովքերն են դուրս եղել։ Չէ, ախտորի չեն իմացել։ Դուք նախաքննության ընթացքում դեպքի օրը, դեպքի հաջորդ օրը հունվարի 20-ին եւ հունվարի 27-ին տվել եք ցուցմունքներ, ցուցմունք տալու ժամանակ ձեր հիշողությունը ավելի թարմ է եղել, քան հիմա։ Այն վաղտ ավելի վատ վիճակի մեջ եմ եղել։ Այսինքն իրավապահ մարմինների մոտ նախազգուշացած լինելով Կարճ ժամանակում հարցը իրավապահ մարմինների մոտ նախազգուշացված լինելով ցուցմունք տալու մասին նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ դուք տվել եք ճշմարտացի ցուցմունքներ։ Ոչ ինձ թերություններ ա եղել, հետո հիշելով ասել եմ, որ չեմ հիշում մոտավորապես։ Հետ չենք ասել, ուզում ասեմ ինչ ասել եք նախաքննական ամեն ճիշտ եք ասել, թե չէ։ Կա ինչ-որ տվյալ, որ դες խնդրել են, չէ, ես ինչ պահանջել են, արկածել են, պարտավորեցել են, որ այլ կերպ ներկայացնեք իրենց։ չէ։ Իսկ այդպես հանգամանք որ ժամանակ չեք այդել, հիմա ցանկանանք այդել, կարող ուզենալ, թե ուզես արածել, չիտեցիք լրերով չեն կարող, Չէ, հանգամանքներ չկա եւ ընդել է մուտ, որ ես տերախակիցից եմ ցախ։
ես էլ եմ նեղվել, ես էլ եմ տանջվել, այդ անգամ։ Հարգելի վկա, տեխնիկայի հետ կապված, որ դուք գնացել եք, ընդեղ ինչ-որ տեխնիկական տրակտոր աշխատել է, տեսել եք նման բան։ Արդեն որ Ուրալը խփել էր, պատը բլվել էր, տրակտորից եկավ, որ ծակը այդ բանը քանդեց, ավելի բացեց։ Այդ ընթացքը մի մոմենտ ես տեսել եմ։ Այսինքն փնվում է պատը դեպի ներս, թե քանդել է դեպի դուրս, դեպի դուրս, որ այն կողմից մուտքը ավելի էր վարվում, փոցը շատ ուժեղ էր։ Ես ճանապարհին շեշտում եմ, որ արդեն դուրս եկա Վարդանիսից դեպի Սոցկի ճանապարհում, ազատ գյուղի աջ թևը փոց էս ընթացքի տեսա։ Օգնդապետ Արագյանն ասի հետ գնա, ականալուծել կապեր, բայց էսի դրա հանգցնելն չի բաժարեն արդեն տեղակը որ արդեն հասնում։ Ինչ կարացել եմ ուզեցել եմ մի բան անեմ, որ փրկվի։ Դուք որ գնացել եք տվյալ բարձրան նշեցիք նոր տարվա կողմեն եք գնացել զինծառայողների շնորհավորելու։ Այդ ժամանակ դուք նկատել եք այնտեղ հակառակային անվտանգության միջոցներ, կրակմարիչներ, հակառակային անվտանգության վահանակներ, վարարանի տակի տակդիր, Տակդիրի ավազը սաղ տեղել է, ես էդի նկատել եմ, հենց այդ բարձրանում նկատել եք։ ավազը եղել է։ Այդ մնացել բանը չէ, որտեղ վարարանի կողը նստել եմ այդ խոտասում։ Չեք տեսել։ Ավազը դրած կա, մնացածը չեմ տեսել, որովհետև Չեք տեսել, թե չի եղել։ չեմ տեսել, չեմ կարող ասել։ Ես դատարանին հարգելի ասել եմ, բարձ, հստակ ինչու կա այդ։ Իսկ պարոն Գևորգյան, հասարակ այդ կրակմարիչները արդյոք չի պետք է լինեն այդպիսի տեղում, որ եւ հասանելի լինեն եւ տեսանելի։ Կացարանը շատ մեծ չի, էլի։ Քանի որ սահմանված կարգով կացարան չի։ Այդ փետից բաներ դիքով էր բանը տեղը։ Հնարավոր է դրածել են ներքև։ Հնարավոր է դրածել են ներքև, որտեղ ինքը ծանր է, մխածում է, ես չեմ տեսել, չեմ կարող, որպես մեկնաբանելով եմ ասում։ Այն նշեցիք նյութական միջոցները ստացվում են ըստ վերադասության դիմելու, զեկուցելու, հարկացնելու եւ այլն, այս ընթացակարգով։ Տվյալ պարագայում հակարդեան անվտանգության միջոցները ստանալու պայմաններում, օրինակ Վաշտի ժամանակական ծառայության պետը, ըստ վերադասության, ձեր որ տեղականի պետք է լինելու։ Դիմում են զեկուցագրով, թիկունքի ծառայության գծով տեղականին, զեկուցագիր եմ դրում, որ խնդրում եմ մեզ տրամադրել SSSS միջոցները, պայստից քանի որ մուտք արնում, նյութական միջոց է, երկու մուտքը պետք է պայստում ելավ, այդի բանավոր չեն կարասեն, գնա, ողոս պետուց, այո, ապրանքագրերի հիման վրա։ Իսկ այսպես ասեմ, վերադասությունը մի հատ վերևից ներքև գանք, եթե նույնիսկ ներքևի օղակը միջոց չի ձեռնարկում։ Վերադասությունը, օրինակ, տեղեկացված լինելով, տեսնելով, որ այդպիսի միջոցները բացակայում չկա։ Իրենք իրենց ենթադրենք օրինակ ներքևի օղակը անբարեխիղճա չի զեկուցում չի ասում։ Ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այդ ուղղությամբ։ Միջոցներ պետք է ձեռնարկի խնդիրը չկատարելու համար, ծառայական քննություն անցկացնում, նոր միջոցը արդեն տրամադրում է, զեկուցագիրը ծառայական քննության վաղ նշանակում է, զեկուցագրով տրամադրում է ուժի են ենթարկում։ Այսինքն հակառակ պարագայում եւս վերևից վար պարտականություն ունեցել է։ Այլ հարցեր չունենք պատվական դատարան ներկայումս։ Դատարանություն պատվական դատարան ըստ էության նախաքննական եւ քրեական գործշրջանական դատարան տված ցուցմունքներում կան հակասություններ հարցաքննության ավարտից հետո մենք իշխանությամբ հանդես ավարտից հետո հանդես եկել ընդհանրական Պարոն Գևորգյան, դուք ձեր հարցաքննություն սկզբում այսօր մի հայտարարություն արեցիք, որ եթե ես չեմ սպառում, որ դուք հիշողության հետ կապված խնդիր ունեք։ Պարզաբանեք դատարանին, թե ինչի մասին է խոսքը եւ ինչով է դա պայմանավորվում։ Երբ վիրավորումից հետո ես երկրորդ կարգի պանդուզի եմ տարել, վիրահատվածել եմ, հաստատություններ ունեմ, ոչ խնդիրներ ունեմ, տեղայնակապար։ Այսինքն առողջական խնդիրներ Այո, հաստատությունները ունեմ, տեղյակ եմ, որտեղ եմ վիրահատվել, որտեղին եմ վիրահատվել, բոլոր թղթերը կա, իրականում այդ է։
ես ճիշտ հասկացա, որ բժշկական փաստաթղթերով կամ ախտորոշումներով արձանագրված է, որ ձեր առողջական վիճակը ազդել է ձեր հիշողության վրա։ Այո։ Շատ լավ։ Եթե չեմ սխալվում, դուք նշեցիք, որ դուք այժմ էլ հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայում։ Կմանրամասնեք որտեղ եք, ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Տարածքային պաշտպանության զորքերի մարտական պատրաստության բաժնի պետ եմ։ Դուք ում եք ենթարկվում։ Ենթարկվում եմ անմիջապես տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար։ Շատ լավ, ինչու ես հարցը տվեցի, որովհետև այս հարցը ևս մի քանի սպաների ենք տվել։ Այստեղ այսօր այս հարցաքննությանը գալուց առաջ դուք վերադասի որը ներկայացուցիչի հետ որևէ քննարկում, խորհրդատվություն ունեցել եք թե Ոչ։ ով է որ դուք այսօր այստեղ հարցաքննում եք։ Վերադասը գիտի ոստիկանությունը ծանոթում է գնացել է զորամաս, նախկին դատին դատավարությանը որ չեմ եղել, ես պետք է պարտավորեի գալ, մեր զինծառայող ընկերների խնդիրներ ունեցող, որ հրամանում կար հերթափոխին, երեխան վատառողջ ունենով տարել է հիվանդանոց, վերադասը միշտ ոնց որ ես պետք է տանեմ հրամանագրած, լուրջ խնդիր կար, ես եմ տարել, դրա համար ներկա չեմ եղել։ Այդ առումով ոստիկանությունը ծանոթություն ունեցել, ծանոթությունը հասել է տարածքային պաշտպանության զորքեր, ես ներկայացել եմ։ Ես միշտ էլ պարտավոր եմ ներկանա, որովհետև ուզել եմ։ Իմ հարցի ենթատեքստը հետևյալն է, այսօր դատարանում ցուցում տալուց առաջ դուք որևէ բարձրաստիճան զինվորականի կամ որևէ այլ պաշտոնատար անձի հետ քննարկել եք։ Ոչ, ես բնակարանից ու եկել եմ ստեղ։ Շատ։ Ում եք։ Դուք հանրային մեղադրողի հարցերին պատասխանելիս մի քանի անգամ շեշտեցիք դեպքերովա մասը, որ դուք տարբեր հեռախոսազանգերի եք պատասխանել, ես դրան առավել մանրամասն կանդրադառնամ դեպքի պայն, բայց հիմա այդ օրը կառավարությունից որևէ մեկը Հայաստանի Հանրապետության կառավարությունից որևէ մեկը հեռախոսով խոսել է կամ որևէ մեկի հետ այլ կապի միջոցներով հաղորդակցվել եք։ Խոսել եմ մենակ նախարարի։ Որ խնդրեմ բարձր։ Պաշտպանության նախարարի հետ եմ ես հեռախոսակապում։ Այդ խնդրեմ միան մանրամասն նկարագրեք որ ժամին ում կողմից ա եղել զանգը, ինչ նախաձեռնությամբ, ինչ եք խոսել։ Օպերատիվ հերթապահի զանգով ասել եմ պաշտպանության նախարարը իրավիճակը տեսած զեկուցել է ինչա պատահել։ Դա դեպքի վայրում եք։ Այո։ Այդ է ասում ես զեկուցներ եք։ Հետո իրավաբան մարմիններից տարբեր բարձրաստիճան կառույցներից են զանգում։ Անդրադառնանք, պարոն Գևորգյան, նախարարի մասն է խոսքը։ Ձեր նախաձեռնությունն է եղել զեկուցել պաշտպանության Ոչ նախարարն է կապի արդեն։ Նախարարը որ ժամին։ Դեպքը որ արդեն հասել եմ տեղ ու եթե չեմ սխալվում 20 րոպե հետո ինքը արդեն կապի մեջ է։ Նախարարին դուք ինչ եք զեկուցել։ Զեկուցելն է որ բաժարա ու ազդակազմում է։ Ինչը տեսել եմ նախարարի զեկուցել։ Այո, պարոն գնդապետ, ինձ ես մի հատ հարց առաջացավ, որովհետև դուք նոր հանրային մեղադրողի հարցին պատասխանելիս լգական նախարարի հարցի պատասխանը։ Դուք նշեցիք, որ Վարդենի սոփ հետ ճանապարհին արդեն երևում էր Ազատ գյուղու կացարանում այդ հրդեհը։ Դա մոտավորապես քանի կիլոմետր հեռավորության վրա կա լինել։ Եթե չեմ սամի 15 կիլոմետր 15 կիլոմետրից երևում էր այդ հրդեհը։ Մութ գիշերով հրդեհը ունեցա որ իրենց մեծ էր արդեն։ Տեսել եմ դրա համար Հովգնդապետ Աղեկյանին խնդիրը դերի ասի ինչքան կարող հետ գնա վեր գնա ինչը բաժանում հասնի արդեն բաժանում հասնի բայց դա արդեն վերել է Իսկ որ դուք հասակ հրդեհը կար այդ բանը ավելի ուժ այո դուք քանի տարեկան քանի տարվա զինվորական ծառայության ստաժ ունեք 95 թվականից մինչև հիմա շուտ 30 տարի ձեր ծառայության այդ 30 տարիների ընթացքում քանի տարի եք հրամանատար եղել 4 տարի հրամանատար եղել այդ ձեր զինվորական ծառայության ամբողջ գործունեության ընթացքում լավ ենթադրեք լավ ձեր վիզուալ ձեր պրոֆեսիոնալ ուրեմն կարողություններից ելնելով եմ այս հարցը տալիս այդ հրդեհը որ դուք տեսաք հնարավոր էր տեսականորեն կամ գործնականորեն այդ հրդեհով տարածքում ողջ մնացած զինծառայող կամ անձ կարող է լինել
Դեռ չի հասել, բայց իմ պատկերացումը ասեմ մտածում եմ, որ չէ։ Իսկ որ տեսակ ձեր պատկերացում։ Արդեն համոզվող։ Հələ մինչև այդ ժամանակ Ես հույս ունեմ, որ կարող է մարդ փրկված եմ։ Չէ, բայց այդ որ ձեր տեսակ ինչ տպավորություն է, որ հնարավոր է հրդեհի ծավալը ձեզ տալիս է հնարավորություն ինչ արձանագրելու։ Որ չեն ուստից մարդ չի կարող։ Որ չի կարող։ Այո, հաբիոն մեծ է։ Մեծ։ Դու ահավոր վարվում է, ընթացքի ձերի ոցով ուժում է։ Փետերով է, սա դրաններ վարում, ավելի շատ։ Շատ է։ Մենք դրան հələ կանդրադառնանք ինչու են հացը տալիս, որովհետև այլ վկաներ մասնավորապես հրշեշխմբի հրամանատարը այլ բնույթի ցուցմունքը դարձանում, բայց ինչու որ խնդրեմ կասեք նախարարին դուք կոնկրետ ինչ եք զեկուցում։ Զեկուցել եմ, որ հասել եմ դեպքի վայրում եմ, բաժարը երեխեք նախնական տվյալները բոլորը շենքի մեջ են։ Շենքի մեջ։ Այո։ Որևէ Հələ չեմ էլ իմացել, բաց հետո ասում սպայն եմ տեսել, տարավ սպորին, հələ մնացածին տեղյակ չէ, որ մեջ չէ։ Դուք դա ներկայացրել եք նախարարին, զեկուցել եք նախարարին։ Նախարարի հետ մի անգամ եք խոսել Չէ, ընթացքից դրամ ասում ես մի ժամ ու կեսից ավել, ընթացքից սաղ կապել հեռախոսը համնախարը նորից էր ասում, ինչը հանգցերի կապրվում էր, 10 րոպե մեկ կապ էին հանում։ Տարբեր իրավապահ մարմիններ, ղեկավարներ կապ էին հելում տարբեր կառույցներից, մինչև 3 ժամը բոլորը հասել են տեղ արդեն։ Այդ բոլորը ովքեր են։ Իրավապահ մարմիններ ղեկավարությունը, Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բոլոր ծառայության տեղականները սա տեղական է։ Գլխավոր շտաբի տեղականները։ Այո, սա էլ է։ Բոլոր տեղականները։ Այո, սա տեղում են դեպի մարզպետել է։ Տեղացիություն։ Այո, մարզպետել է 2 ժամ հետո համարը ասել են տեղ։ Այսինքն դեռևս հրդեհի մարման գործընթացը բոլորն էլ ավտոգալով չէին կարող։ Իսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ով են։ Չեմ ճանաչում, բայց բոլորն եղել են, հաստատ եղել են։ Զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու պահում են դա խնդրեմ, եթե հնարավոր է ուղղակի խնդրում եմ, որովհետև մեզ համար շատ կարևոր է։ Ովքեր են եղել բարձրաստիճան սպաներից, զինվորներից, պաշտոնատար անձանցից։ Դեռ դիագնոզները հանած չեն, իրանք արդեն ընդեղ են, բոլոր իրավապահ մարմինները, ոստիկանությունը, Այսինքն ղեկավար կազմը, դատախազ, ԱԱԾ, ռազմական ոստիկանություն, մարզպետ, գլխավոր շտաբի պետի տեղակալներ, այդտեղ են եղել, որ զինվորների, զինծառայողների դերը դուրս են բերել։ Բոլորը սա արդեն դուրս ուտել նոր հանգցրին, իսատ են, մաս էին հանգցրին։ Մնացած արդեն ես նորից զեկույցներ են տանում, դարմեր մարդկանց անուն ազգաններ են, նորից շտաբպետին դրկել են ցուցակներով հանրերքեր են։ Մի հատ հարց տամ էլի բանը, պաշտպանության նախարարին մենակ դուք եք զեկուցել, թե այլ զինվորականներ են։ Արդեն այս կառույցի ղեկավարություններն են կապի մեջ։ Այսինքն պաշտպանության նախարարը տարբեր բացի ձեզանից այլ անձանցից էլ էր զեկույցներ։ Մենք կարող եք նշել ումից է ստացել։ Դե չի դե, բայց հաստատ ստանում, որտեղ ասպես սպասի կապի են չէ։ Մարզպետը, դատախազը, այդ օր ռազմական ոստիկանության այդ տարածքի պետը, ձեր հետ այդ ընթացքում որևէ բնույթի խոսակցություն։ Որ ես շեշտում եմ, որտեղ ես ընթացքից վատացել եմ տեղական տեսախը։ Պարոն Գերոկյան, դեպքից հետո որտեղ եք եղել այդ օրը։ Երբ որ զինվորական կացարանում հրդեհ բռնկվել էր, դուք եղել եք, զոհված զինծառայողների դիերը տարել են, ու դրանից հետո ինչ եք արել, ուր եք գնացել։ Հրամանատարական կետում է բարձրաստիճան ղեկավարներ եւ նրանից հետո արդեն տարբեր ուղղություններով սպանել կանանավորել փողակալման խնդիրները կատարել զինվորներին։ Ինձ գաչել են քննչական, արդեն քննիչներ եկել են քննչականից վկայություն վերցրել։ 2 ժամ է եղել։ Երկու ժամ էր, էլի դեռ առավոտը եկան վկայությունները, ինչ են տեսել, ոնց արտաքննությունները, մնացած արդեն այս խնդիրներով մնացած տեղերը նորից եւս պետք է հնարավորեն մինչև զորամասը վերանորոգել, նույն խնդիրը չկա։ Այդ աշխատանքները հիմա այդ հրահանգավորման մասը։ Դուք այդ օրը ում ինչ
եւ որտեղ ինչ պայմաններում է դեպքի հետ կապված որևէ հրահանգավորում տա։ Դեպքի հետ կապված որևէ հրահանգավորում նորից կրկին շեշտել են անվտանգության կանոնները, վարելիքները հեռու, վարելիք չտրամադրեն իմանալ միջև աշխատանքները արդեն սա համակարգված ասում եմ, որ նորից նույնը չկրկնվի։ Վարարան որտեղ եղել է, որ բնակարանները վարարանով ա եղել, անվտանգության կանոնները նորից հրահանգավորել են, հակարդային բաժնի պետն ա եղել պաշտպանության նախարարության, հանձնաժողովայինի նորից սաղ տեղերը հրահանգավորել ընդհանուր Վարդենից քաղաքի մեջ 30 տեղ բացազատված եղել զորամասը։ Բացի դրանից ճակատը 90 կիլոմետր ճակատը պետք է նույնիսկ նույն հրահանգավորում, նույն դեպքը որ չկրկնվի։ Այս այդ հասն է նախապատկերել, ընդհանրապես դեպի բացազատված անձնակազմի դեպքի մասին ինչ հաղորդագրություն է ներկայացվել ու ինչ կարգով։ Որ անփույթ վերաբերմունքով սպան, բենզինը լցել է փեջի մեջ, Այդ ձեզով է ասել, որ սպան անփույթ վերաբերմունք է դրսևորել, որտեղ է ձեզ նման։ դե իրավապահ մարմիններից է։ Դե Որևէ ինչ-որ մի զինվորական իրավապահ մարմին հարցաքննությունից այդ ի հայտ եկա արդեն նախնական խնդիրը որից է կատարվել։ Այդ նախնական խնդրի կատարվածից են սկսել հանգավորումը, որ բենզինից է սկսվել։ Այն հարցը հենց դրան է նետված հրամանատար, որ դուք մարզպետի, դատախազի, ոստիկանության պետի, ԱԱՑ-ի ղեկավարի հետ ղեկավարների հետ քննարկումների, նախարարի հետ ունեցած քննարկումների արդյունքում եք հանգել հետևության, որ դա Ոչ, մինչև ԵՂՇ-ին հարցաքննելը ինչ-որ կարացել են մի քանի րոպե, հարցաքննել նախնական, հետո չի կարացել դուրսա։ ԵՂՇ-ն զինվորական ոստիկանությունը արդեն դեպքի տվյալ ինքը ասել է, որ ինչից է եղել։ Ու դրանց հետո արդեն առավոտ գիտեն, որ բենզինից է։ Լուսաբաց արդեն ռեալ գիտեն, որ բենզինը գցել է, պայթել է։ Այդ ռոսնիկ երիշեն, այդ պահի դուք ներկա եք, որ երիշեն նման տեղեկություններ։ Ոչ, ես ներկա չեմ։ Ոչ, արգել ռազմական ոստիկանությունից եմ տեղը։ Ասեցի, որ երիշեն է նման։ Նախնական արդեն ԵՂՇ-ի հիվանդանոցում հոսպիտալում մի քանի բար խոսացել է։ Շարունակ։ Այսինքն մենք ճիշտ ենք հասկանում, պարոն Գնդաբեր, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձեզ որպես զորամասի հրամանատարի տվել են